Ասեր աղբորը շատ եմ սիրում, քույրիկի շատ եմ սիրում։ Ասել եմ, Հա? Ղուկասավանդյուղ, որտեղ ունենք մեգա անակնկալ, որտեղ քույրիկը 20 տարի անց վերադարձել է Հայաստան եւ եղբոր ծննդյանորը դռնից ներս է մտնելու եղբորը գրկի։ Ես վստահ եմ, որ հույզերին չափ ու սահման չի լինելու։ Ես գիտես չէ ինչ, այսի 70-ամյակը տա, հա։ 20 տարի հետո եկաք, 20 տարի չեք տեսել իրար։ Լուսամուտ բացեք։ Արարատյան դաշտավայրը արդեն քիչ-քիչ գույները փոխում է, կանաչն է գալիս, հեռվում մեր Լեռն է, Արարատը, իսկ մենք ուղիղ շարունակում ենք մեր ճանապարհը ուղիղ Ղուկասավանդյուղ, որտեղ ունենք մեգա անակնկալ, որտեղ քույրիկը 20 տարի անց վերադարձել է Հայաստան եւ եղբոր ծննդյանորը դռնից ներս է մտնելու եղբորը գրկի։ Ես վստահ եմ, որ հույզերին չափ ու սահման չի լինելու։ Այսօր շատ հարուստ օր է, թե բնության տեսարանները, թե մեր անակնկալները, մի հրաշք իրավիճակ, որի մեջ մենք բոլորս ենք ու միասին հետաքրքիր գնում ենք ճանապարհը։ Այն ճանապարհը, որը լավ է, բարեկարգ է, մի քիչ վերև հանում իջեցնում, բայց ընդհանուր լավն է։ Եթե նմանատիպ ճանապարհները շատացնեն, այդ գծերը շատացնեն ու արագությունը դառնա գոնե մի քիչ արագ, արդեն մենք շահած կլինենք մեր Հայաստանում շարժվելու առումով։ Մենք կարող ենք շատ արագ մի ծայրից մյուսը հասնել ու պատկերացրեք ինչքան լավ կլինի, ինչքան հարմար կլինի բոլորիս համար, ինչքան արագ կզարգանանք ու առաջ կգնանք, կաճենք։ Այնպես որ բարեկամներ, մաղթենք լավագույնը մեր երկրին, մեր զգացողություններին, մեր տեսակին։ Ուժեղ լինենք, շարունակում ենք ճանապարհը։ Ղուկասավան, հարգանքներս մենք գալիս ենք։ Նորաբացի չքնաղ դաշտերն են ընկերներ։ Գնում ենք Նորաբացի գյուղ, Նորաբացից էլ Ղուկասավան։ Ղուկասավանում է գտնվում մեր մեծ աղբեր Ավետիքը, այսօր նրա ծննդյանօրն է եւ պետք է նշեմ, որ Ավետիքը ունի Ավետիս, այսինքն բարի լուր, լավ լուր եւ իհարկե վերտոլյոտ ընկերներ, տեսեք, նա գնում է բազա, գնում է ուչենյա է, էլի։ Այսի ուչենիչսկի պալյոտա սովորում են, որ լավ վարեն վերտոլյոտը, երկնային նշանները լավ սովորեն, որ հանկարծ ապաներ չլինի երկնքում, որովհետև ապա ծառայությունները չեն կարող բարձրանալ երկինք ու ապա գրանցել։ Այնպես որ սա այսպես։ Հիմա անցնենք մեր հոբելյարին, Ավետիքը ունի Ավետիս լավ լուր, նրա քույրիկն է Հերիկնազը, կամ ինչպես նրանք են սիրում ասել, մանուշակ քույրիկը եկել է Եվրոպայից, եղբայրը չգիտի, 20 տարի իրար չեն գրկել, չեն տեսել։ Հիմա այն պահն է, որ գրկելու են, բայց Ավետիք մեծ աղբերը չգիտի։ Մենք նրան գնալու ենք, շնորհավորենք քույրիկի կողմից, ինչպես որ միշտ ենք անում, բայց այս անգամ լավն այն է, որ քույրիկը գալու է, մտնելու է ներս եւ եղբորը գրկի։ Աչից հեռուստա աշտարակն է Երևանի ընկերներ։ Մենք արդեն Երևանին շատ մոտիկ ենք։ Ղուկասավանի այս գեղեցիկ պատմությունից հետո մենք կուղևորվենք միանգամից արդեն Հոպարտ գյուղ, բայց մինչ այդ նկարի հայլիով մեր Մասիսը, բարեկամ, դու չես նկատում ինչ է որ երևում է նա։ Տեսար ինչ գեղեցիկ է։ Ամեն տեղից կարող ես տեսնել Մասիսը, եթե դու Արարատյան դաշտավայրում ես։ Տեսեք, կանաչը արդեն բուսնել է, կանաչ է շուրջ բոլորը։ Աստված ողորմյա բոլորիս անցավորներին, անցնում ենք Նորաբացի գերեզմանատան կողքով։ Մեծերից մարդիկ են եղել, որ ասել են աշխարհի ամենահարուստ տեղը դա գերեզմաններն են, որտեղ հանգչում են մարդկանց մարմինների հետ նրանց մտքերը, նրանց հանճարեղ հայտնագործությունները եւ էլի լիքը նման բաներ։ Այնպես որ ես համաձայն եմ այդ ասույթին, այդ խոսքին ու մտքին, իսկ հիմա մենք նորաբացում ենք։ Հասնենք Ղուկասավան, Վարդանը նորից կվերցնի ու կսկսի նկարել։ Չի ուշանա Վարդանի նկարելը, այնպես որ մնացեք մեզ հետ, որ հենց սկսի նկարել, տեսնեք, թե չէ, չեք տեսնի։ Բայց մի մոռացեք նաև լավ բաներ գրել։ Ով նորաբացից է, ինչքան բնակավայրերով այսօր անցանք, ով որտեղից է գրեք, մի լավ բան ասեք ձեր բնակավայրի մասին, որ մեկնաբանություններից էլ լիքը բաներ իմանանք։ Եթե հետաքրքիր ինչ-որ շինություններ, կառույցներ, պատմական-մշակութային օբյեկտներ ունեք, իմանանք դրանց մասին, գանք հաջորդը այդ նկարենք, որ օգնեք մեզ, որ մենք կարողանանք ճիշտ ներկայացնել ամեն ինչը։ Ես ինչ տեսնում եմ, դրա մասին խոսում եմ, բայց վստահ եմ ցանկացած բնակավայր ունի իր ներսի պատմությունները, իր
վայրերը, որի մասին մենք չգիտենք ու շատ մարդ չգիտի։ Հետևաբար օգնեք ինձ մեկնաբանություն գրելով։ Չեմ ասում ինձ գովացեք, ես գովալու բան չեմ, ասեք ուր է թամ ինչ անեմ, ոնց նկարեմ, որ լավ լինի։ Բարեկամներս։ Հարագիլներն են ընկերներ, նստել են, բույն են հյուսում գառնան զուգահեռ, որպեսզի ձակուկներ ունենան, նոր արագիլիկներ լինեն ու լսվեն ճամփի կողերը տուն սարքեն։ Հələ սրանց տեսեք, սրանց խաղերը, հələ մոտիկացուր թոտենան։ Արագիլախաղն են ընկերներ, նրանք տուն են սարքում եւ թազա բալիկներ են ունենում։ Արագիլներին ինչ կա, ինչքան ուզեն կարան շատ լնեն, տունը մեկա փայտերից է, որ լիքնա, ուտելիքն էլ ճիճունա, որ լիքնա։ Նես որ նրանք կրած են այս պատմության մեջ։ Գնում են Կուկասավան ընկերներ։ Այստեղից ձախ թարթիչը միացրած գեղեցիկ ղեկապտտությամբ մտանք Կուկասավան։ Կուկասավանն է կադրերում սկսում, արդեն թե չէ։ Հա, չէ, լավ կներեք, հələ չի սկսել, բայց հեսա ուր-որ է կսկսի։ Օ, այստեղ նեղ է կռուգավոյ դիվիժնին պետք է ուշադիր լինել, հետնել մի հատ լատոկ կա։ Հասանք մեր սրտի գյուղ այսօրվա, Կուկասավանն է կադրերում, մնում է գա քույրիկը, Հերիկնաս քույրիկը գա, նրանք էշմիացնում են հիմա և տաքսի են կանչել, տաքսին մի քիչ դժվար է կանչվում, ուշացնում են նրանց, իսկ մենք արդեն այստեղ ենք, աչից ջերմոցներն են Կուկասավանի, գեղեցիկ աշխատանքի արդյունք են, այստեղ մարդիկ ջանք չեն խնայում, հողի հետ կռիվ են տալիս ու ստեղծում են մեզ համար անարատ գեղեցիկ հյութեղ բանջարեղեններ, երբեմն նաև հյութեղ ծաղիկներ քյալամի նման, որ հոտ չկա, մենակ սիրունա։ Այո, դետեն է ընկերներ, ցեպավոր տրոկտորն էր։ Կուկասավանի առօրյան է, կոլորիտը, գեղեցիկ տներ, Էֆելյան աշտարակը չենք մոռանում։ Ով ուզում է նկարվի, եկեք Կուկասավան իմացեք, այստեղ Էֆելյան աշտարակ կա։ Փաստորեն վերջերս Հայաստանում շատացել է Էֆելյան աշտարակները։ Սա ի՞նչ տրենդ է, չեմ հասկանում։ Գառնու ջուր ընկերներ։ Կուկասավանում նույնպես ջուրը խմելու չի ծորակի ջուրը։ Դրա համար էլ արձան կար ստե։ Հետաքրքիր էր այդ արձանը ինձ։ Էս դպրոց, հա։ Կա այս Ղուկասի արձանն, Կուկասավանի մասն էլ իմանանք մի քիչ։ Հա։ Բարեկամներ, մենք զանգերի միջոցով, հարցուփորձի միջոցով հասկացանք, թե ով է Ղուկաս Ղուկասյանը։ Ղուկաս Ղուկասյանը, ընկերներ, հասկանալու համար գնում ենք 1920-ական թվականներ առաջին հանրապետության ստեղծման տարիներ, որտեղ Ղուկաս Ղուկասյանը ուներ իր դիրքորոշումը, հստակ ձենս լավ լսվում է, հստակ ուներ իր դիրքորոշումը եւ ուզում էր, որ Հայաստանը դառնար սովետական կայսրության մի մասը։ Իսկ մյուս թևի վրա այն մարդիկ էին, ովքեր չէին ուզում, որ դառնար Հայաստան սովետական միության մի մաս եւ կարկառուն եւ ուժեղ ներկայացուցիչներից մեկն էլ հենց Նժդեհն է եղել։ Նժդեհը, այսինքն Ղուկաս Ղուկասյանի մտքերին գաղափարախոսությանը դեմ է եղել, եթե նայում ես պատմության մեջ։ Մի խոսքով որպեսզի հասկանաք ինչպիսի ժամանակներ են եղել, մոտավորապես այսպիսի ժամանակներ։ Հիմա ոնց է որ Հայաստանը ոչ Ռուսաստանը հետա լավ, ոչ այն մի կողմի, մի խոսքով, այսինքն խառնաշփոթի վիճակում Ղուկասի ու Ղուկասյանը եղել է պրո-ռուսական, այսինքն բոլշևիկների, առաջին բոլշևիկներից է եղել եւ ամեն ինչ արել է, որ հաղթի ու դա նրա մոտ ստացվել է։ Նա կարողացել է համոզել, որ սովետական կայսրության մեջ լինելը դա ամենաճիշտ որոշումն է։ Հիմա մենք, ես անձամբ շատ փոքր մարդ եմ, որ ասեմ ճիշտ էր, սխալ էր, լավ էր, վատ էր, ամեն դեպքում այս մարդը, այս հզոր մարդը կարողացել է ինչ-որ բան փոխել թե իր կյանքում, թե Հայաստանի պատմության մեջ։ Հայաստանի առաջին հանրապետությունը հռչակելուց հետո նա հասել է նրան, առաջիններից է եղել, որ հասել է նրան, որ Հայաստանը դառնա սովետական։ Հետևաբար, բարեկամներ, նա մինչ այսօր ապրում է իր գաղափարախոսությամբ, իր ներկայությամբ, հիմա էլ մենք գտնվում ենք նրա անվամբ գյուղ Ղուկասավանում ենք։ Եվ քանի որ ունենք ժամանակ, ներկայացրեցի մի քիչ Ղուկասավանի մասին։ Հիմա մենք մոտենանք մեքենային, զանգենք մեր բարեկամներին, տեսնենք ուր են հասել։ Վիճելի կերպար է եղել, մինչ այսօր էլ վիճելի է նա, բայց ամեն դեպքում նրա արձանը կանգնած է իր անունը կրող գյուղում։ Մի խոսքով ամեն ինչ հիանալի է, այսքանը Ղուկասավանի մասին։
Հայրենիքիս ջուրը զուլալ անմահական Համն ու հոտը աղն ու հացը անապական Հայաստանիս վրա շողաթող լուսաբաց Շատ է տեսել ժողովուրդս ավերուլալ Մեր հետևից եկեք Հո, խորթ ու բորչի ճանապարհը Զգուշ կլինեք տակը չկպնի Տակը չհպվի հանկարծ Բարեկամներ, այսօր Այսինքն ես իրա հարցիկին տեղյակ եմ պահեմ Որ ես եմ գալիս ու որ քուրը տորթա ուղարկի անակնկալ էլի տենց Հա, տենց ինք գետի որ տորթ ենք բերել Ոնց, աչ ձախ Աչ, սենց Աչ, հետո սենց ձախով Հա, մեր տաքսիստուհին նա Yandex է վարում, բանով ցույց տու Նա գալիս է մեզ հետ, նա մեր տեսանյութերը տեսել է, հավանել է, դրա համար էլ հետևում է մեզ Գնանք անակնկալ անենք, էլի Միասին, ընկերական, հադուշի Էլի, հա, դու ճիշտ եք գնում, այդպես գնացեք Դու առաջ անգամ ես գալի։ Ես։ Հա, բա քո անունը ի՞նչ է։ Չարաչ անգամ չեմ։ Անունը ասել է։ Գոր ախպեր, այսպես։ Հետո մենք հավես անակնկալ անենք միասին։ Հա, ես այսօր ուժեղ օր է։ Արագիլներն էլ հանգիստ բերերիվ են անում հիմա։ Հավիկները ժեշտի մեջ էին, ժեշտով են։ Բան, երկաթյա ձվեր են ածում, կաղա ոսկե լացեն։ Ահա, գնացինք։ Ինչ լավ եք խոսում։ Հա, գնանք հասնենք մեր Օբելյարին, ով չի սպասում մեզ։ Շատ հարմարավետ թաղ է։ Այստեղ ձուկել են պահում, աչ։ Հա։ Դե եթե ձախ չկար, ես այտենց եմ որ ասից տեղի սպիտի, ես հասկացա, որ աչ են գնում։ Հանդե ավտո եմ տենում Պուճուրի ավտո։ Range Rover-ը։ Range Rover-ը, նայ։ Թույն ավտո։ Կողմը մտ բանը ջարդացա։ Որո, ես ինչ ախպեր, ռասկուլա չտա։ Չէ, լավն էր բայց։ Կողը վերցենք, տանենք ախպեր։ Ահա, գնում ենք, աչից ջերմոցներն են։ Հա, հələ հիմա մոտ է տա գրելիքը։ Ասեմ գրի։ Ինտերնետ չունեմ։ Դու արդեն ուզես չուզես բերելու է տելևիզորով մեր ալիքը։ Մտնելու են նայեն, այս կինոն նայելու են։ Հա, ո՞ր։ Հա, բա, իսկ ֆիլմ է։ Սա ֆիլմ է, իհարկե։ Հա, դուք էլ եք դուրս գալու։ Բոլորն են դուրս գալու։ Դրա համար sense սիրունացել եմ։ Հա, բա, սիրուն տեղը տեղին։ Հավեսով։ Ուրա, լավ, սիրուն սպարտիվ կա, ի՞նչ է, գորս լավ է հագնում, ճաշակով է։ Բաբա։ Ես ստեղ անգամ ապայի սերվիս կա, էս ի՞նչ լավ թաղ է։ Ահա, եկանք։ Ու էլի ենք հետում։ Ու էլի։ Այդ երկը կդնես։ Գորջան, բռնի աղբերս տորթը, իշքան ուժ ունես։ Հանկարծ չփախնի։ Հասանք, մամ։ Ուր է։ Հեսա։ Էսա, այս ավտոն, հա։ Չէ, սպիտակը չէ, այս դե։ Այն 3 ավտոներն են։ Այդ գարաժով պետք է մտնի, այդ որ սպիտակ է այդ կապույտը, հա։ Այս սպիտակը։ Սերեբրիստին։ Հասանք մեր մեծ աղբոր օջախի մոտ։ Մարդ չկար։ Դե զալստե է այս կոմնատ հեն։ Դե օրը մեզ կա ինստե թաքնվենք։ Ստե պատը սպարվենք ու անցնենք առաջ գրոհելու։ Բարեկամներ, այս 1800-ականի պարոնի գլխարկով տորթով գնում ենք շնորհավորենք ավետիք մեծ աղբոր 70-ամյակը։ Նա հոգով 18 տարեկան է, ուղղակի ստե 70 են գրել։ Եվ մեզ հետ է նրա քույրիկը, ով մի քիչ դժվարությամբ է գալիս առաջ։ Բա մեզ ուշացնողը մեղավորը տես չի իջնում, հա։ Ոչինչ, ավտոն նկարել ենք։ Հեսա, այս ավտոն շատ լավ տաքսի է, կարող եք կանչել եւ ձեզ որտեղից պետքա ընդեկը հասցնի։ Հիմա կամած գնում ենք։ Պատի տակով են գնում, պատի տակով շունը նկարի, շունը։ Մենք ուշանում ենք։ Ուշուն։ Ապե գմփիկ վերցիր։ Բա փող չեք բերե։ Փող։ Հապա փող տանք։ Եկեք տեղավորվեք, ձևավորվեք ստե։ Ինտերնետ ունեն իրանք։ Դու այդ պահին կզանգես կտաս թո հեռախոսով խոսա։
սենց հարկերացիր, կասես, չունեք, հա, դե ուրեմ նայեք, ես որ ասեմ, էլի անակնկալ կա, կլսեք ներս կգաք, հնես որ դռան մոտ կանգնեք, ես մի դժվարություն էլ հաղթահարեք, այսնես կամաց եկեք, ուր գնամ, թող գան ուր գնանք, թող գա, Էդի հենց ես ասեմ էլի անակնկալ ունենք, կամաց կառաջայց, ես ուշադրություն շեղել եմ, որ քեզ շուտ չտենա։ Քույրիկը եկավ 20 տարի անց, 20 տարի, այս ձեր հայրական տունն է։ Չէ, հա։ Դե գնում ենք։ Իրանք էլ չգիտեն։ Չէ, ոչ մի չէ։ Հիմա մարդա մտնում շախուր չանեք, հա։ 10 տոկան։ Չասեք որ եկել է, չասեք։ Եկեք ներս, եկեք, այստեղ կանեք։ Մենք անակնկալ ունենք։ Բարև ձեզ, ոնց եք։ Ես քեֆ եք անում, ուրախություն, հա։ Հա։ Բա որ ուրախություն ա, ուր են ծափերը, եւ ուր ա մեր մեծ աղբեր ավետիքը։ Դու ես մեծ աղբեր։ Սիրուն տղա ես, հələ կան գամս թե այսպես կամ, արի։ Ծնունդը շնորհավոր։ Ես գիտես չէ ինչ, այսի 70-ամյակը տա, հա, բայց 18 տարեկան էլի, չէ, համաձայն ես։ Գրածել եք 17, էլի։ Դե նա 17-ը հաշվի, ծննդդ շնորհավոր լինի, եկել ենք քեզ ուրախացնենք, ուրախություն բերենք, քաղցրություն, բայց պատկերացում ունես ում կողմից կլինի, ով է քեզ շատ սիրում, որ ստե չի։ Իմ ախպոր, հա։ Աղբեր, չէ մեռնեմ սրտիդ, կայնի, քուրիկն է, քուրիկը։ Ուր ասեղա, ես եմ եք ես տելեր, ես գալիս է ինչ անեի, ինքը կգար կեզ կգերկեր, հա։ Լսի, դե մտ երազանք պահ, էլի, երազանք պահիդ չի կատարվել է քո բոլոր երազանքները, ինչ որ ուզես, ծափեր կտանք, հա։ Ավդեք։ Ես, վերցեր ու լետենան, դուրդ գալիս, հա տող, գիտես չէ, հատուկ տեղ են զակած տվես, սարքեն, որ քո համար հոպար ես։ Լավ, մատնին ամերեղիկիս։ Հա, տեսեք երեխեք։ Հեն ուր ես քիչ-քիչ էտում։ Արիշտելա։ Չէ, գոր, չէ լավ, մեկտես չենք պայմանավոր, արի։ Հա, նկարում ես, դե արի մոտիկից նա շնորհավորի։ Մենք գնանք, դուք էլ նստեք, կեֆ արեք, հե, դուրդ չեկավ։ Չեք նստել։ Հողել եմ բերել, տամ։ Չեմ ուզում։ Դե լավ, արի եթանք էլ, արի, բայց մեր բան ասեմ քեզ։ Ջանա։ Հրաշք բան կարալի, եթե լավ երազանք ես պահի, երազանք պահի։ Չեմ ասի։ Բան չի մտ չասի, մտ ասիր աղբորս շատ եմ սիրում, քույրիկի շատ եմ սիրում։ Ասել եմ, Հա։ տարի հետո եկաք, 20 տարի չեք տեսե իրար։ Առաջին ուր ես գնում ուր խնդրում եմ ձեռքը բոլորն են եկեք, ես շատ են սիրում, եկել են քեզ ուրախացնել։ Հպարտանամ որ ունեմ քեզ պես քույր Հələ տենամ ուրախացա, ուրախացել ես։ Քեզ պես քույր Это тишина хорошая. Հորքուր նայք է աղբեր։ Ոնց է մանկությունը մեր Իր մտածում։ Սպասում ենք, զանգել ուրիշ Արիստիս, Վարդան։
20 տարի հետո նստել եք իրար դեմ դիմաց։ Հələ խոսացեք դրա միշտ չկա։ Որ կարանանք խոսանք։ Այլես Սիրտամուտ Դուք բաց աղբեր, բաց դու օդ շնչի, որքուրը։ Դե մենք ձեզ բերինք հասցրինք իրար, հիմա մենք գնում ենք, դուք մնում եք կեֆ անեք, ձեզ լավ որ։ Կարակ անակ։ Բա, այդ մի հատ էլ այսքան ուշացնելուց հետո միանանք, մնանք, բա։ Ես տասին էր մեղավոր, Ուզի խփելն են սպանեն, մեծ աղբեր, միշտ այսպես ուրախ էմոցիաներ ունենալ։ Որ շփտում են քո աչքերը թող քեզ Ավելնես, ձեզ լավ որ։ Կեֆ արեք, մենք էլ շարունակենք մեր ճանապարհը, դուք էլ ապրեք շատ։ Դու էլ ապրես գոր շատ։ Մենք հիմա կատաղի ձևով գնում ենք շատ արագ գնում ենք ուղիղ Հոպարտ։ Հոպարտը դա մի գյուղ է, որը գտնվում է Ջուլագարակի կողքին։ Բարեկամներ, ինչպես մեր պլանները փոխվեցին, ներկայացնեմ։ Մենք պետք է գնանք միանգամից Հոպարտ գյուղ, որը գտնվում է Ստեփանավանին մոտիկ։ Ստացվեց այնպես, որ չենք գնում Հոպարտ, գնում ենք Մորենա, մեր պատվերը տանք այնտեղի, որ հանկարծ շատ շուշանենք ու միանգամից ուղևորվենք դեպի Հոպարտ գյուղ, որտեղ ունենք հրաշալի անակնկալ, ոչ պակաս, ուղղակի այսպես ավելի հարմարավետ է եւ առանց շտապելու, գոնե մի ուղղության վրա կշտապենք։ Եթե հիմա գնայինք Ստեփանավան, երկու ուղղության վրա պետք է շտապեի արագ վարեի հետեւաբար ես չեմ ուզում վտանգի դիմել, այնպես որ բարեկամներս այս անգամ այսպես կանենք։ Հուսանք մտածա այնպես գնանք։ Բարեկամներ մենք եկանք Մորենա, որտեղ ունենք գեղեցիկ անակնկալ սիրված քույրիկին, այսօր մեր տիկին Անահիտի 60-ամյակն է եւ հավաքվել են բոլոր հարազատները նշելու նրա ծննդյան օրը, բայց նրա եղբայրը գտնվում է Եվրոպայում։ Դրա համար մենք ենք եկել, Արմեն մեծ աղբերը Եվրոպայում է եւ նրա ընտանիքի կողմից եկել ենք ուրախություն ու սեր հարգանք հասցնենք մեր հոբելյարին։ Բայց միշտ դա Անուշ աղբեր 1000 բարին 60-ամյակը որտեղ է։ Դու հյուր ես աղբեր։ Այ ես էլ եմ հյուր աղբեր, ես այդ տակ տենանք, ապրից։ Աղբերս։ Այս մերոնք են էլ աղբեր։ Ատե համարները ոբշի մերոնք են։ Մնում եմ մարդ գա, հələ կան անշախորից ճշտեն։ Ուզում եմ հրապարակային ներողություն խնդրել տիկին Նարինեից, ով սպասել է ինձ իր ծննդյան օրը, բայց ես չեմ գնացել, որովհետև ես մեղավոր եմ, բայց Անդոն էլ է մեղավոր, չի զանգե ինձ։ Փետրվարի 15-ին չի զանգե, ես էլ չեմ մացել, որ պետք է գնամ, չեմ գնացել, բայց ներողություն եմ խնդրում, այսքանի մոտ հենա Անդոն էլ ընդ է։ Անդոն ջան, ես արդեն ներողություն խնդրել եմ աղբերս։ Ես մամային ասել եմ, որ կների ինձ, մնում է դու ներես, որ սա տոշնի լի, բայց ասում էի, չէ, հեսա դու ասա աղբերս, ասում էի, չէ, մի օր գալու անգնի ձեռս։ Հա, ասես տալու եմ, բլոյն էլ ասել ես կտաս կսպանես ես գա։ Հա։ Աղջկա կամի։ Չէ, աղբեր, չէ։ Հա, ինչ է։ Դու ասա անակնկալ կա ես մտնեմ, էլի։ Արի, այն հիմա էլ ես մտնեմ, էլի։ Մի րոպե։ Ապերս գնում եմ Ստեփանավան ցավը տանեմ։ Կստեա չերևաս, մարդա դիմավոր։ Հա։ Ես համ շտապ եմ, համ ուրախ, համ էլ էմոցիոնալ, բայց Անդոյին ես այդ բանը պետք է չանեի։ Անդո! Կներես։ Իզվինի։ Մայքլ Ջեքսոնն էլ կասեմ, բայց իզվինի։ Արա դու ես մեղավոր Վարդան։ Որ զանգել են չես պատասխանել։ Բարեկամներ, երբեմն ես շատ խառն եմ լինում։ Զանգելուց կխնդրեի, որ աշխատանքային ժամի չզանգեք, որ կարողանամ պատասխանել, որ նմանատիպ իրավիճակների մեջ չընկնենք ուղղակի։ Դե չէ ես ուզում եմ բոլորն էլ անել Անահիտ, Լիլիթը աղբեր։ Լիլիթը շատ է սիրում իր հորաքրոջը, այդ իսկ պատճառով մենք հենց հիմա Լիլիթի սերը կհասցնենք տեղ, բայց առաջնայինը բարի օր ձեզ։ Ոնց եք։ 60-ամյակ, տիկին Անահիտ։ Հա, արդեն հայտարարում, հա ոնց որ։ Չէ, աղբեր։ Ձեր գալը։ Հա, բա մեր գալը միշտ ժամանակին է, բարեկամ։ Շնորհակալ եմ։ Ես եկել եմ օֆիս է պատրաստված, սակայն դիվորական արդեն բոլորին դերիվը պարսելի։ Կամ, հա։ Բարև ձեզ, նոր ասած շատ սիրելի Ստեփանինը ճիշտ էր ասում, եթե հաց ապեր տվեք,
Չէ ուրեմ, հա, քեզ չեմ նկարելու, լայք մի արա, չեմ նկարելու, որ հետո չասես, հարգանքները ձեզ տեկինանայիդ, ձեզ բերել են քաղցրություն հեռուներից, ոնց է տրամադրությունը։ Ժպտում եք, ուրախ եք, ձեզ շատ են սիրում ամբողջ աշխարհով, դրա համար ես եկել եմ աշխարհից մի գեղեցիկ ընտանիքի կողմից ձեզ ուրախացնելու։ Որ ուրախությունը շարունակեմ, ձեզ բարեմ հրավառությունը, տեսնենք ծափեր կտան։ Շնորհակալ են գեղեցիկ մարդիկ, ովքեր հավաքվել են մեր Տիկին Անահիտի օրը տոն դարձնելու համար։ Անից ընդամենը մի բան է կապված, կամ մի քանի, կարող եք մի քանի երազանքներ պահել, հաստատ բոլորն էլ իր հերթով կատարվելու են եւ ամեն ինչ լավ է լինելու։ Դուք կասկածներ ունեք, ում կողմից եմ եկել, ինձ թվում է ունեք մի քիչ։ Ունեք, հա? Կա։ Հլասեք։ Ախորս կողմից։ Ախպերը, միշտ էլ ախպերը, ձեզ շատ է սիրում, ձեր կողքին է, ու անակնկալել են։ Մեծ սիրով, երազանք պայք չեք, այդ սերը թող հաստատուն լինի և շատ գովելի է, որ Թաքցնում եմ աչքերս ու սիրտս լծված Չեր կարող ուղղակի անտարբեր անցնել Արմենի կողմից հատուկ, իր ընտանիքի կողմից և մի նվեր կա, որ հենց հատուկ Լիլիթի կողմից, բոլորը միացել են ձեր այս գեղեցիկ առիթին, բոլորից շատ են սիրում, Աստծո օրհնությամբ լինենք, բայց հիմա ուզում եմ ծաղիկ նվեր տալ, բայց ես չտամ։ Ով կգա տա։ Ով է նա, հա։ Հələ դուք թող ընկա։ Ով գա։ Աղջիկս կտա։ Աղջիկն է մոտենում։ Դե աղջիկը թող Լիլիթի ծաղիկները նվիրի։ Մյուս ծաղիկը ով տա, էլի աղջիկը, թող ուրիշը տա, էլի։ Ում ասենք տա։ Հələ մեկին, այսօր ձեր ծննդա ում ասեք խելոք գալու են։ Չգիտեմ, այդ մեկը չեմ կարողանում մտաբել եմ ով։ Ում սիրտը նա ուզում գա։ Հա, Նունեն է տալիս, Նունե ջան, դե Նունեն ով է, բայց հարցը։ Մորակրոջ աղջիկ, հորակրոջ աղջիկ, թորնուհի։ Ուժեղ է, դե հորակրոջ թորնուհին է նվիրում ու գեղեցիկ այն տորթը բայց դրեք ընդ է, որ կարողանա գրկել ձեզ, որովհետև ես ուզում եմ, որ ձեր եղբոր փոխարեն ձեզ գրկող լինի այստեղ ու սերը զգաք, կգրկես, հա։ Քեզ անցնում եմ այսօր ուրիշի Բայց քանի դեռ ես ողջ եմ կողքիդ եմ հիշի Գեղեցիկ մաղթանքներ Եվրոպայից ձեզ, իմացեք, որ նրանք ձեզ հետ են միշտ, հոգով ձեր հետ են, դե հեռավորությունն էլ իրանը անում է։ Ձեզ բարձր տրամադրություն, լավ որ քեֆ արեք, ուրախացեք, մենք էլ գնանք Ստեփանավան։ Հա։ Շնորհակալ եմ սա։ Շնորհակալ եմ բարեկամս։ Բարև ձեզ։ Ես ձեզ հենց անես բարևներ չեմ տա, ես օթով բարևներ չեմ տա։ Բարև ձեզ։ Հա, դե այտենց է, ամեն անգամ էլ պետքա տանք։ Ձեզ բարի ժամանց։ Ահա բարեկամներ, մենք գնում ենք ու ասեմ ձեզ գնում ենք շատ արագ։ Եվ ահա մութն ընկավ ընկերներ։ Մենք դեռ ճանապարհին ենք դեպի մեր նշանակության կետ Աննը ոնց էր, հոպարտ յուղ են գնում և ճանապարհին մեզ հանդիպեց այս հիանալի ավտոշարասյունը, որը մեզ թույլ չի տալիս 90 սահմանված արագությունը վարել, գնում ենք 50, 60, արդեն մի 15 րոպե ու երբ որ մտածում ես, որ ճանապարհը լայն լիներ, հիմա դու այստեղ չէր լինի, կգնայիր ավելի շուտ կհասնեիր գործերի, մի քիչ նեղվում ես։ Մի քիչ որն է լավ նեղվում ես, որովհետև նեղվելու առիթ է, շարժ առիթ է, որովհետև ուշացնում ես պատվերը, ինչի համար, որ ճանապարհը նեղ է, այսինքն ավտոները դեմը տեն, ավտոների մեջ հենց ավտո կա, որ չես կարա մի քիչ հնարամտություն դրսևորես վարորդական, այնպես որ հայերեն ասած կոչկվում ես բաճկոնդ եւ մնում ես այսպես 50-60 քշելով, ջանդամ թե գործերից չես ուշանում։ Եվ ներսից սկսում են ներհակ ուժերի բախում, որի արդյունքում հաղթողներ չկան, միայն դու ես պարտվում, որովհետև ներվերը ես փչացնում։ Հետևաբար նման իրավիճակներում մաղթում եմ բոլորիս համբերություն,
Այսպես հանգիստ մեր համար գնանք 20, 30, 50, 60 արագությունով այնտեղ որտեղ որ 90 է սահմանված։ Հիանալի, այս ասֆալտն էլ արդեն տեղ փոսավորվել է, փոսերի քանակը ուղղակի ապշեցնող է։ Պիտի գան լցնեն էլի երևի որ ձյունը հալվի, եկանք է լցեն, բայց մինչև ձյունը հալվելը այս փոսերի ախորժակը շատանալու է, մեծանալու են, ուտելու է խմեն, չաղ փոսերը են, էլի որ մեջ են գնելու, գոնե մի քիչ վնասվի մեքենա, թե չէ, որ ընդհանրապես չվնասվի, ճիշտ չի, էլի։ Հարկավոր է որ վնասվի։ Հիմա գնում ենք, հասանք Ռիաթազա, տեսնենք ինչ ենք անելու, ոնց ենք անելու, այս ավտոշարասյունը մի քիչ շրջանցենք մեր բարեկամների հետ միասին, գնանք հասնենք մեր գործերին, էլի։ Գնանք մինչև կհասնենք Հոպարտ, ահա 07-ը ողջունեց Զաֆիրայի վարորդին, ողջունեցին իրար, բարևեցին, ծանոթ էին երևի, շատ են սիրում իրար, մեր ազգը տենց է մեկը մեկին պես սիգնալերով բարևում են, ասում են ոնց ես իչկա չկա, ասում են լավ եմ ախպեր դու ոնց ես, ու տենց իրար հետ մի վարդյանում տաղին շփվում են, ճիշտ է շփումից հետո մեկը շատ աջղ են անում, որովհետև ինքը չհասցրեց ոչ մի բան հարցնի, այն մեկը ինչ հարց պետք է տվեց պատասխան վերցրեց նրանց։ Օրինական վազանցներով ընկերներ անցնում ենք այս ավտոշարասյունը մեկս մյուսից, տեսնենք ուր կհասնենք։ Նման դեպքերում, որ վարորդները շատ չեն շտապում, կարող են քաշել աճ կանգնել, որ այն շտապողները գնան, որովհետև 1000 գործ ունեն, 1200 ծաղիկ ունեն, մի հատ տորտ ունեն, ու լիքը տես բաներ ունեն, որ պետք տանեն, ասեն բարև ձեր ծննդը շնորհավոր, Եվրոպայից ենք եկել ձեր գեղեցիկ բնակարան Սուրբ Օջախ, որովհետև ճանապարհը նեղը, մեքենաները շատ, այս ճանապարհը սպասարկում է 3 մեծ քաղաք, հետևաբար այնտեղ շարժը շատ է, Вообще հետևաբար, սա պետք է լայն ճանապարհ լինի, գոնե որտեղ որ արտեր են, ընդ լայնացնենք, գերբաններ սարքենք, որ լավը լի էլի։ Բարեկամներ, ահա հասանք մենք արդեն Լոռու մարզ, մուտք են գործում Լոռու մարզ եւ ամեն ինչ հիանալի է։ Վերջ ճանապարհը բաց է վերջնական, դիմացից մեքենաների շարասյուն չունենք։ Հիմա մնում է մեր վարպետաց երթևեկությամբ գնանք հասնենք մեր գործերին ընկերներ։ Այս ճանապարհը 2 օր առաջ եկանք, թացություններ կար, ձյուն կար, հետևաբար պետք է հիշելով հասկանանք, որ հնարավոր է սառած լինի մի քիչ ընես քշենք, որ չգնանք գլորվենք, ձորը հետո կանգնենք, մեզ թափ տանք, նորից գնանք։ Ոլորանները ոլորելով մենք գնում ենք ընկերներ, գնանք հասնենք Հոպարտ գյուղ։ Հոպարտը շատ հետաքրքիր գյուղ է, անունը ինձ շատ է դուր գալիս, հիմա գնանք արդեն տեղացիներից ճշտենք, թե ինչի Հոպարտ, բայց եթե հանկարծ պայտակ մոռանանք ճշտել, խնդրում եմ մեկնաբանություններում գրեք գյուղի անվան ծագումը, որ իմանանք, որ ամեն ինչ ճիշտ լինի։ Բարեկամներ, մենք արդեն հասնում ենք Ստեփանավանի թունելին, բան չի մնում, հələ որ բազումում ենք, բազումն է կադրերում, ընկերներ, բազումի Սուրբ խաչը, տեսեք, լուսավորված, որը եւս մեկ անգամ ներշնչում է հավատ մեզ, գիտակցում ենք, որ մենք հզոր ենք մեր հավատով, մեր գիտակցությամբ եւ գնում ենք այսօր խնամիական կապը ամրապնդելու, զարդարելու եւ գեղեցկացնելու, որովհետեւ առանց մեր գնալ էլ այնտեղ այդպիսի իրավիճակ է։ Խնամիները իրար հանդեպ հարգանքով են լցված, որովհետեւ սկսենք մեր այսօրվա հոբելյարից, Տիկին Սիլվայից եւ նրա ամուսնուց, պարոն Նորիկից, ովքեր իրենց դստերը Ամալիային ծնել մեծացրել են, դաստիարակել են հայ օջախի Սուրբ Մայր եւ կնության են տվել Բերանուշ աղբեր Արսենին։ Արսենը իր ընտանիքի հետ գտնվում է Հունաստանում։ Իսկ անակնկալը Արսենն է իր մայրիկի հետ, մայրիկն էլ գտնվում է Գերմանիայում մեր մեծ աղբեր Ալեկի հետ, ով ազգությամբ հույն է, բայց ծնվել է Հրազդանում, հիմա էլ Գերմանիայում է եւ նրանք մեզ նայում են, հետևում են մեր տեսանյութերին, այնպես որ հարգանքներս բարև ձեզ բոլորիդ, ինչքան անուններ տվեցի, հիմա մենք գնում ենք այս գեղեցիկ խնամիական կապը ամրապնդելու, որովհետեւ մեր տիկին Անահիտը որոշել է, որ պետք է անպայման հայտնի իր շնորհակալությունը հենց ծննդյան օր ընտրի ու հայտնի իր շնորհակալությունը, որ այդքան լավ
դաստիարակված գեղեցիկ աղջնակ են տվել իրենց հարց, օջախը շենացրել է, շարունակում է շենացնել, սերը կա, հարգանքը կա, ամեն ինչը տեղը տեղին։ Իսկ մեր այսօրվա կարևորագույն Սուրբ առաքելությունը այս մթնշաղին այն է, որ հասնենք Հոպարտ գյուղ եւ անակնկալը հասցնենք այն Սուրբ օջախը, որտեղ հիմա հավաքվել են եւ նշում են Տիկին Սիլվայի ծննդյան օրը։ Այնպես որ բարեկամներ, ինչքան ուժ ունենք, գնում ենք առաջ։ Ինչքան ուժ ունի մեր ավտոն, այդքան բրդում է առաջ։ Չեմ ասի ինչ արագություններով են գնում, բայց սահմանաչափված, ձևված, սահմանաձևված եւ դեմարկացիա արված արագությամբ ենք մենք գնում, որ ամփորձան գնանք հասնենք տեղ։ Եթե իհարկե ճանապարհին մեքենաները չեն մեր դիմացը փակում ու արգելք հանդիսանում, որ մենք ավելի հարմար արագությամբ գնանք։ Այսօր ու ինչպես միշտ, երբ ուզում ես շտապ մի տեղ գնալ, Հայաստանի ճանապարհները ավաղ սրտի մեծ ցավով ու զղջումով եմ ասում, բայց նեղ են, շատ նեղ են։ Մեր երկիրը փոքրիկ է, բայց շարժը շատ է այնտեղ, նրան մեծ երակներ են հարկավոր ու զարկերակներ, որ մեքենաները գնան ու գան, որ շրջանառությունը արագ լինի, սպորտսմենի լինի, ոչ թե կերած խմած, ոչ մի բան չարած մարդու, ասես դանդաղ իրանց համար եթում են, չէ, իր հեմոգլոբինները երակներով։ Իսկ մեզ պետքա ուժեղ զարկերակով երկիր, այնպես որ վստահ եմ մոտ ապագայում կունենանք այդ լայնարձակ մեծ ճանապարհները, որ հաճույքով կերթևեկենք։ Ահա, Նիվան է դուրս գալիս, կատաղի արագությամբ մտավ տրաս։ Հա, լալ է նրան։ Նա զգում էր ճանապարհը, ես իր ռայոնն է, ինքը ստե է, ազիզ։ Ինքը ջոգում է ոնց կարա մտնի, որ դիմացից եկող մեքենային հանկարծ չխանգարի։ Նմանատիպ նյուխով վարորդների ես շատ եմ սիրում ու երբեք իրանց բան չեմ ասում։ Եթե անգամ վտանգավոր բան են անում, մեկը բան չեմ ասում, որովհետև ռիսկով վարորդը գործի 90%-ն է, 10%-ը արդեն ավտոնա, ճանապարհն է ու մնացած բաները։ Հիմա ընկերներ թունելով գնում ենք, Ստեփանավանի թունելն է ընկերներ, բայց այն վաղ ասում են Տաշիրի թունել բան, հա, առաջին Տաշիրն է նոր Ստեփանավանը, Վարդան։ Բա։ Ախ, ես չեմ հիշում, հա, Ստեփանավանի թունելն է, ուրեմն ճիշտ եմ ասում։ Բարեկամներ, հաղթահարում ենք վերջին թունելը, որից հետո արդեն հայ-հայաթե հասնում ենք Գարգար, Գարգարից հասնում ենք Գյուլագարակ, Գյուլագարակից աջ ենք անում, հասնում ենք բան, Հոպարտ։ Ու հիմա տեսեք, թունելում շատ կարևոր է, որ նշված արագությամբ երթևեկես, օրինակ տեսեք, հիմա նավիգատորը տալիս է 90, ես երթևեկում եմ 60։ Ասենք պետք չի, որ ստեղ արագ երթևեկես էլի, խոսքի 100, 110, տես պետք չի անցնել, որովհետև թունելում չի կարելի արագ քշել։ Ձգտեք դանդաղ վարել, այսպես հանգիստ հավեսով գնացեք, ամփոփսանք եղեք ու իմացեք, որ ճիշտը դա է։ Արագ քշելում է պետք բաբշե, արագ մի քշեք։ Արագությունը գլխացավանք է։ Բայց որ դանդաղ ես, վստահ ես լինում, լավ ես գնում, էլի, երկար ես գնում։ Հա, բարեկամներ, այսքանը թունելից։ Եվ մենք այս գեղեցկության միջով ոլորելով վռույլը աջ ու ձախ հաղթահարում ենք մի պերևալ մյուսի ետևից։ Եվ այս ճանապարհը մեզ չի կարող ուղղակի չտանել Հոպարտ գյուղ, որովհետև այն հենց դրա համար էլ նախատեսված է եղել ի սկզբանե, հետո նոր մնացած գյուղերի ու քաղաքների համար։ Այսօր այսպես է օրը, Հոպարտի օրն է, գովում եմ ինչքան կարամ ու հույսով եմ ճիշտ եմ ասում Հոպարտ անունը։ Հա? Հələ մտ ստուգի էլի Վարդան ինչա, Հոպարտ պետք լինի էլ ախպեր։ Բա այդքան ասում եմ Հոպարտ մի բերան չես ասում, Հոպարտա թե Հոպարտ չի։ Եթե ես սխալ ասած լինեմ, բոլոր կոմենտարյաները Վարդանին, ես մեղավոր չեմ։ Վարդան ինչ ասել է, էդ էլ ասել եմ։ Հա։ Բարեկամներ, փաստորեն ես այտենց էլ ճիշտ էի կանխազգում, որ Հոպարտի անունը, ոչ թե Հոպարտ։ Հոպարտի են գնում ընկերներ։ Եվ այստեղ արդեն գյուղի անունը երկու արմատ ունեցավ ինձ համար, մեկը Հոպար, մեկը Ձի։ Այսինքն Ձիով Հոպարն է։ Հնարավոր է այդպես, հնարավոր է ուրիշ ձև, բայց եթե Հոպարտ Ձին է, Հոպարտ Ձի, կողա Հոպարտ Ձի։ Հոպարտ Ձի։ Հոպարտ Ձի գյուղը եթե գիտեք ինչ է նշանակում, անպայման կասեք։ Ես էլ եմ, չէ՞ ասել Հոպարտ Ձի։ Հոպարտ եմ ասել, հիմա Հոպարտ Ձի եմ ասում։ Հոպարտ Ձի։ Արա բայց ինչի։ Հոպարտ Ձի։
Դե գնանք ընկերներ ծանոթանանք Հոպարձի հարուստ պատմությանը, հուսանք մեզ, այսինքն ես հաստատ վստահ եմ, լավ ընտանիք են գնում, մեզ լավ կընդունեն, այդ հարցը կտամ, հուսով եմ կպատասխանեն։ Ես ուզում եմ, որ բոլոր մեր հայրենակիցները, ովքեր իրենց գյուղի անվան նշանակությունը չգիտեն, սովորեն, իմանան, որովհետև շատ է լինում, գնում եմ գյուղեր, հարցնում եմ, գյուղացիներ տեղյակ չեն, իրենց գյուղի անունը չի ատենց, չի ատենց, շատ կարճ պատասխան են իրենց մտքում պահում, որը որ այդքան էլ ճիշտ չի։ Ես գրած կգամ, այդ մարդիկ լիքը անպետք ինֆորմացիա շատ լավ հիշում են, որ իրենց ընդհանրապես պետք չի, բայց հիշում են, որ բարեկամներ, մենք փաստորեն պարզեցինք, որ Հոպարտ է, որ Հոպարձի, այլ Հոբարձի, Հոբարձի ընկերներ, Հոբարձի գյուղ են գնում։ Տեսնում եք, ինչքան մոտենում ենք գյուղին, այդքան ճիշտ ենք անունը ասում։ Դա արդեն գովելի է։ Մանավանդ երբ որ Հոբարձիից մեզ նայողներ ունենք, հարգանքներս հոբարձեցիներ, որովհետև ինձ համար պատիվ է ամեն անգամ մի նոր գյուղ գալը, ծանոթանալը տեղի մշակույթին, մարդկանց եւ ծանոթ շնորհավորելը իհարկե։ Եվ հիմա մենք այս հրաշք խոչմերուկից աչ ենք անելու, ծալվենք ճանապարհի վրա, տեսեք, ծալում եմ տակը ղեկս, քրքրթալով իջնում ենք ու գնում ենք ուղիղ Հոբարձի։ Հոբարձի, Հոբարձի։ Առավոտից վարդան ասում եմ հոպար, դու չես ասում ախպեր, հոպար չի, Հոբարձի է։ Շատ սիրում ենք գյուլագարակը եւ առաջին անգամ գյուլագարակ բառը լսել եմ Կասանդրա տատիկի շուրթերից։ Հենց նա ինձ ասաց, որ գյուլագարակցի եմ ես։ Եվ այդպիսով գյուլագարակը դարձավ ինձ սենց քաղցր հնչողությամբ մի գյուղ։ Հա, որտեղ։ Հա, եւ իհարկե Սուրբ Աստվածածնի կողքով նոր անցանք, այստեղ կա հյուրանոց հիանալի, այնտեղ եղել ենք, ինչ էր անունը կարդաց։ Աբբա ռեզորտն է։ Եթե կգաք այս կողմեր, անցի ախպերս։ Գերներ հիմա գյուլագարակի փոսերը շրջանցելով գնում ենք, ջիդյարով էլ գնում ենք, տենանք ոնց երբ տեղ կհասնենք, հատ սենց անենք, որ չմտածեն անշնորհք ենք, այլ իմանան, որ շտապ ենք։ Տեսեք, սա արգելք էր ճանապարհի մեջտեղը, բայց մենք այն հաղթահարեցինք։ Հոբարձի առաջին անգամ ենք գնում, այս ինչա, Միր Միլք հոթել կոմպլեքս։ Հա, փաստորեն հոթել կոմպլեքսները այստեղ շատ կան։ Դա արդեն լավ է։ Եվ հիմա ընկերներ, մենք Եղեգնաձորից եկանք հասանք այստեղ, որ փոքր ինչ սահմանված արագությամբ վարենք ու ճանապարհի փոշին վերացնենք։ Փոշի ենք անում մի քիչ, բայց ինչ արած ուշանում ենք։ Այսպես է լինում, երբ որ ճանապարհին քիչ ամեն մեկը իր չափով մեզ ուշացնում է։ Սուրբ խաչը բոլորիս պահապան, Աստծո օրհնությամբ լինենք բոլորս եւ այս հրաշք ճանապարհով լավ է ճանապարհը, վատը չի, մեր գյուղից լավն է հաստատ, մեր գյուղի Չէ, հա, թե հա, չգիտեմ, լավն է, հա, ֆակտ կարում ես նորմալ կշես վերեն, մերինը չի լում էլ կշել, բայց չասես, ասես իհարկե, այսօր տեսանթի սկզբից մեր գյուղի ճանապարհներ կենտրոնում, վերջում էլ պետք է մեր գյուղի ճանապարհով բարձրանի, տեսեք, հավեսով գնում ենք ընկերներ, արա, հավեսով չհասնենք ախպեր, ես ինչա, Հոբարձի ընկերներ, Հոբարձի, այստեղից աչ ենք անում, ու մտնում ենք Հոբարձին, տեսնա ասեն դե ուր է այդում ճանապարհ են ան, արա Հոբարձի ճանապարհը ավելի լավն է, նեշ ծիրունա, հարգելի հոբարձեցիներ, մենք եկել ենք ձեր գյուղ, այստեղ կամուրջ է, կամրջակ կա, պետք է հաղթահարենք, հա, օրես ինչ կամուրջ է, ոնց որ զբոսանքի կամուրջը լի, ոյ մորև, որը հրաշք կար, այս ինչ ծիրուներ, դզեցեց կամուրջենզի, գնացինք, շարունակում ենք երթևեկել ընկերներ, հիմա մեր բարեկամը Արգիշտը դուրս կգա ու մեզ կդիմավորի, Արգիշտը անուշ ախպեր է, Արսեն Արգիշտին էլ է շատ հարգում, այս ընտանիքը շատ լավ ընտանիք է և հիմա խնամիների կողմից կստանա համապատասխան հարգալից վերաբերմունք, մեր միջնորդությամբ մենք մեծ սիրով ենք եկել, բայց Արգիշտը ասաց ես իջնում եմ, ուր էր իջնում այդ չիմացա, օ, լատոկի, ռեբյատա, здесь լատոկի, սիրուն գյուղ Հոբարձի, Այն մեր Արգիշտն է հաստատել իջելի, ու նա մեզ ճանաչում է, կարևորն է տակ, իմանա, որ մենք ենք դալնի բլիժնիով կբացատրի, որ կային եք ախպեր, ուր եք հետում, հելը, բացատրի, ասա, բարի օր ձեզ ախպեր, հա, դու ես չէ ախպեր, ես էլ ասում եմ ճոգեմ, դու ես թե չէ, դու ախպեր ես Զաֆիրա լավ ավտո է, բանար, քշի հետևից քշեմ ես շատ եմ սիրում Զաֆիրա,
Արգիշտը հաստատ չգիտի ինչ է մեզ սիրում Զաֆիրա։ Այս հենց հիմա կասեմ ձեզ համար, հետո իր համար կասեմ։ Ես ժամանակին ունեի 3 հատ այսպիսի Զաֆիրա, որոնք իմ կյանքը կերան ուղակի։ Այնքան փչացան, այնքան սարքին։ Այնքան խփին, այնքան սարքին։ Վերջը որոշեցի, որ իրանք ինձ էլ պետք չեն։ Իսկ այս մեքենան մնաց իբրև մի լավ հիշողություն, որպեսզի ես վստահ լինեմ, որ ինձ էլ Զաֆիրա պետք չի։ Սիրուն համարները, Արգիշտիս համարները։ Ստիլնի։ Why. Սանինք why. Why. Ախպերս ես անգլերենի մասնագետ եմ, դու իզմ սովորացրում ոնց անգլերեն խոսան why. Հոբարձիի գեղեցիկ պատիժ սիրուն էր։ Նայ։ Կարացար ֆիքսես։ Հետո որ կադրում ես էլ երևացի ավելի սիրունացավ այդ պատը, դրա մասին խոսք չկորույսի դեր ուշակները ախպեր։ Եկլով։ Էֆունդ եկլով։ Բայց ստե ինչ մոմենտ է որ եկլովը բան սարք է։ Եկլովը բան է, վարկային կազմակերպություն է։ Այդ ուրիշ եկլով, հա։ Այո, եղանակային պայմանները փողոցների մեջ լճեր են առաջացնում, բայց մենք արդեն սովոր ենք, այնպես լճեր ենք տեսել, որ մեջը ձուկել կար։ Այնպես որ մենք ընդհանրապես չենք զարմանում, չենք երկնչում ու մարտնչում ենք։ Հասել ենք մենք, իջել ենք, պատրաստ ենք որ մտնենք։ Ահա։ Արսենը միացավ։ Արսեն ջան, դու ես ավտո քշում ախպեր։ Արսեն ջան, ավտո ես քշում ախպեր։ Ախպերս Եվրոպա տեղ բան չեն անի, քաշ աբոչինա։ Քաշ աբոչինա որ խոսաս։ Գնացինք պալից քվեր։ Արի ինձ դու կարաջ, թե։ Սիլվա, չէ՞։ Տիկին Սիլվա։ Հա, այս կողքինա ոնց եմ դնում ախպեր։ Ուղիղ։ Աչ։ Բարև ձեզ, շնորհավոր ձեր ծնունդը, Տիկին Սիլվա, ինչպես եք, հարգանքներս։ Ոնց է ձեր տրամադրությունը։ Ոնց որ այդքան լավ չի, նորմալ ուրախացեք եկել ենք ձեզ ուրախացնելու, բա ում ձեռերը ազատ է թող ծափեր տա, էլի մեզ ծափեր են պետք հիմա շատ ուժեղ, եկենք ասենք հոբարձի։ Ու ես սաղ ճանապարհին ձեր յուղի անունը սխալ եմ ասել, ինչքան մոտիկացանք այդքան ճիշտ ասեցի, վերջում մացա որ հոբարձի է անունը, հա։ Հիմա ձեր օրն է այսօր, բոլորը շատ ուրախ են։ Ես ձեզ հատուկ ձեր ընտանիքի համար կարևոր մաղթանքներ եմ բերել եմ հասցնեմ ձեզ։ Իսկ թե ինչ մաղթանքներ են, երազանք պայք չեք, որ դրանից հետո քիչ ասեմ։ Դե վերցրեք քաղցրությունը, կասկածներ կան, ով այս քաղցրությունը ձեզ ուղարկած կլինի։ Երևի։ Հա։ Երևի երեխեքը։ Երեխեքը, հա երեխը կարելի ասել երեխեքը, բայց որ երեխեքը։ Շատ ճիշտ հարց է, տեղին հարց է, այո, հա։ Երկուսն էլ հեռու են, չգիտեմ։ Հիմա Երեխեքը ստեղ են։ Եմ երեխեքն են։ Բարև ձեզ։ Հիմա ես ձեզ հələ կհուշեմ, բայց մինչև հուշելը եկեք ես ձեզ նա ծաղիկ նվիրեմ։ Երկու տարբեր մարդիկ են անակնկալ արել, բայց ձեզ շատ են սիրում։ Եվ ձեր բարեկամությունը դες ընթացքից է ձևավորվել, միանգամից չէ, այսինքն հենց միանգամից չի կարելի ասել, որ ձեր երեխաներն են։ Դե ով էլ որ ուղարկել է, շնորհակալ եմ, շատ զգացված։ Նորից մեծ աղբեր, այդ դու ես, հա։ Դեն հեռախսը դիր մոտ գործ ունես, հա, ախր էս ոնց կլի։ Այդ տորթը վերցրեք նա ձեր սերը տենանք, որովհետև մեզ ասել են, որ դուք շատ սիրով ընտանիք եք։ Շատ լավ ընտանիք եք։ Ու իրականում ես հիմա կասեմ առաջին մարդու անով անակնկալը արել է։ Հա ինչ անում։ Նորից մեծ աղբեր, ինչ ես անում։ Էլի զանգում են։ Դե միաց։ Հա։ Ասեմ ձեզ, որ մեղավորներից գլխավորը զանգեց Համալիկը։ Նա մեղավոր է, բայց ինքը չի արի անակնկալու։ Արմատները խորն է։ Հա։ Հələ տենանք, սպասում ենք նորից մեծ աղբորը, որ սերը հավաքին, նա սերը հավաքում, որ ծաղիկները նվիրի տիկնոջը։ Միացավ Ամալյան մեր հետ, նվիրի, ապաչիկ կանես, Արցունքներն աչքերից սրբեր Հրակոտ պաչիկ է։ Ազատվիր ինձ
ձեր սիրով Եվրոպա հիանում են ու ձեզանից շնորհակալություն են հայտնում։ Ով ասեմ։ Եվրոպայից։ Հա։ Շնամիներն են, գերմանական, Գերմանիայից, հա։ Մեր տիկին Անահիտը եւ նրա ամուսինը Ալեկի հետ շատ շնորհակալ են ձեզանից, որ այդքան լավ աղջիկ եք տվել իրանց օժախ։ Արսենը вообще խելագարվում է, Շատ է սիրում ձեզ։ Շնորհակալ եմ ձեզանից, որ այդպես լավ աղջիկ եք դաստիարակել։ Ձեր ձեռքի ծաղիկները հենց Գերմանիայից է։ Էս էլ դե Արսենն է տալի, ասում է կտաս անորոջ ես, ասես դու մի հատ էլ պաչի։ Քո գրկում ես մանուկ դառնամ Եվ մենք նոր բալիկ ունենք մյուս աշխարհի եկած, էս էլ մաղարի չա, տալիս ենք նորիկ մեծ աղբորը։ Բաջան, իմացար։ Շնորհավորում եմ, շնորհավոր ինձ ձեր ծննդյան օրը, դուք շատ սիրված եք։ Հարգում են ձեզ, ձեր դաստիարակած բալեքի համար։ Հարգիշտ քեզ են շատ սիրում, կան քեզ է ցույց տամ։ Հələ նայեք իրան, ահա։ Շատ լավ տղա է, շատ լավ հարգիշտ է, ահա։ Անահիտն է։ Հա, Անահիտն է։ Անահիտ ջան, ապրեք, շնորհակալ եմ շատ։ Լավ եղեք, առողջ եղեք, երջանիկ։ Մեկը մյուսից անպակաս։ Մերսի շատ, մերսի։ Դուք այդ հեռավորության վրա տենում եք, ինչքան շատ են իրար սիրում, հələ դե։ Արսենը լուր է։ Հա հիմա ենք բացում, բախում ենք։ Ասում են կբերեք դուք, հա։ Բացեք, դրեֆյան լցաբաց։ Դե լավ։ Մյուս գալուց էլի կբերենք կխմենք։ Ասում են կբերենք, բաց արխային։ Դե նստեք։ Դե մենք նստում ենք։ Ախպեր չեմ ժողում, քո մոտ քանի հոգ են։ Հա, քո մոտ Սոչին ու Հունաստանն է, իմ մոտ Գերմանիան Հունաստանը։ Օ, ուժեղը։ Ինչ ունեք ասելու աշխարհին։ Չունեմ ասել, թող աշխարհի խաղաղությունը լի, բոլոր ընտանիքների մեջ սենց ուրախ անակնկալներ շատ լինեն։ Մայրիկների ծնունդներ թող լինեն, բոլորն ուրախանան, հավաքվեն, հետո շուտել են, այդան չգիտեմ ինչ են գնացել հյուրերը։ Հա։ Հյուրերն ինչու են գնացել շուտ։ Ոչինչ, գնացել են։ Ուշացել։ Այ ես չեմ ուշացել։ Հայավարի քեֆ չեք անում, այդ ժամը քանիսն է 10-ը չկա։ Լա շարունակում ենք, գայնի։ Ախպեր արի նկարվենք, էլ կարանք իրար հետ նկարվենք։ Բայց այդ բաժակով ախպեր, դա պետք չէ, կանի։ Սս ջոգի դսենց։ Արա բան է։ Բա դուք չեք խմում ուր են ձեր բաժակները։ Ձեր բաժակներն ուր են։ Դե լցրեք բաժակները։ Հեսա սաղ մենք ուրեմ հիմա խմում ենք Հունաստանի մեր բարեկամների, Գերմանիայի եւ Սոչի։ Սոչիի ժողովուրդ ստեն։ Սոչին։ Հա, խմում եք ձեր բաժակներն ուր են։ Հլնդե հայլեց աշկերը ունի բաժակ։ Պեսանա, ենեմիս պեսանա։ Հա, ես ջոգի մուրասի մուրա բաժակը ջոգեց էլի որ թեմայի։ Հենա բաժակը ունի։ Աշներս լույս լինի։ Փոքրիկ կենացը։ Էմիլիայի կենացը։ Վերցրու Վարդան քո բաժակը։ Ահա։ Աղջիկա։ Ախպեր դե մի 5-ն էլ ունենաս Հունաստանից տարածքում 5-ն հա? Լուրջ Արսեն? Արսեն ջան մյուսը տղա ախպերս մյուսը տղա ալի քո ես լավ գենը շարունակե ախպերս Չէ ես ռուլի եմ չեմ կարա խմեմ Էմիլիի կենացը։ Ես չեմ կարա էլի խմեմ ես ռուլի եմ հա Դե նստեք լավ ինչ եք ամոթանում մի քաշվեք հələ Ընկերներս, հարազատներս, այսօր իմ համար երջանիկ օր է, որովհետև գնացինք Ստեփանավանի թունելով անցանք, հիմա եկել ենք ու անցնելու ենք Դիլիջանի թունելով։ Այսօր թունելների օր է, այսօր հրաշք օր է, ամբողջ Հայաստանում շրջեցինք եւ մեր պլանավորածը հասցրեցինք ավարտին մեր ուզած ձևով։ Ճիշտ է, մի քիչ մեր ուզածով չէր, բայց այն էլ ոչինչ։ Ամեն ինչ պատահում է, կարևորը ամեն ինչը ամփորձանք ու գեղեցիկ ստացվեց։ Բոլոր օբելյարներին կարողացանք ուրախացնել, իսկ հիմա մուտք են գործում Դիլիջանի թունել։ Տեսեք, արդեն տենան էլի։ Ահել ես թաքցրել ես թունելը, չեմ հասկանում։ Տեսեք ինչ գեղեցիկ է, ասում են, այստեղ նոր թունել են ուզում կառուցել են կողերից եւ ինչպես
միշտ երբ որ մտնում եմ նմանատիպ կառույցների մեջ վարելու, անպայման հետևում եմ արագությանս, որ հանկարծ արագ չվարեմ, որովհետև այստեղ տված է 50-60 արագություն, ու պետք է այդքան էլ գնաս, պետք չի ավելի արագ, որովհետև նման տեղերում փորձանքը ֆրֆռում է, ու մենակ չի նա, ուր աղբեր սաղ հետն են էլի, իրանց նախարով եկել մտել են ստե, պետք է դանդաղ քշես։ Մի խոսքով ընկերներ, ինչպես հիմա որ պետք է դուրս գանք թունելից, այնպես էլ այսօր ավարտ տվեց, մոտեցավ իր տրամաբանական ավարտին, շնորհակալ եմ բոլորից, ով մինչև վերջ դիտեց մեր տեսանյութը, ես նկատել եմ մեր ստատիստիկայի մեջ, որ շատ մարդիկ մեր բաժանորդները չեն, բայց հետևում են մեզ ամեն տեսանյութի տակ ցույց է տալիս, քանի հոգի են մեզ նայում ու բաժանորդագրված չեն, եւ ասեմ ձեզ, որ 50% մարդիկ բաժանորդագրված չեն, եթե ուզում եք էլի տեսնել մեր ուրախ տեսանյութերը, ապա բաժանորդագրվեք, սեղմեք խոճակը, որ դուք մեր բաժանորդ եք, որպեսզի անընդհատ բաց չթողեք մեր տեսանյութերը։ Ամեն օր համարյա ունենք նոր տեսանյութեր, դիտեք, լայքեք, բաժանորդագրվեք, գրեք մեկնաբանություններ, ոգևորեք մեզ, որ ավելի վստահ ու գեղեցիկ անենք մեր աշխատանքը։ Մեկնաբանություններով էլ ուղղորդեք մեզ դեպի ճշմարիտ տեղը։ Հայավարի, հայեցի։ Հա, ասա։ Ասա որ հեսա այստեղ Երևա տոկոսային է։ Այստեղ Երևա տոկոսայինը, քանի տոկոսնա подписчик նայեմ, քանի տոկոսը без подписки. Так что подписывайтесь, ребята, subscribe. Բաժանորդագրվեք եւ նայեք մեր տեսանյութերը։ Ես էդեին Ստեփանը եւ Վարդանը, Գրիգորյանը, Մարկարյանը, Անուշ ախպերները եւ հիմա իրան գնում են Գերակունյաց աշխարհով դեպի Վայոց-Ձորյան աշխարհը։ Ջան եմ ասել, լայք եմ ասել, բաժանորդ եմ ասել, լավությունը մասը արեք էլի, գնացեք։ Ագարակաձոր գյուղ ենք մուտք գործում ընկերներ։ Բավականին ժամանակ է չենք եկել Ագարակաձոր, այսօր այդ օրն է եկել ենք եւ եկել ենք շատ լավ գեղեցիկ առիթով, եկել ենք Սրբության ծննդյանոր շնորհավորենք դստեր կողմից, Քնքուշով գտնվում է Երևանում, որոշել այսօր մայրիկի ծննդը շնորհավորի մեր միջոցով, մեր օգնությամբ, մենք էլ գնում ենք մեծ սիրով կատարենք մեր առաքելությունը, գնում ենք շնորհավորենք Տիկին Օսանայի ծննդյանորը եւ տանենք նվերներ։ Այսուհետ մայրիկը իր առավոտյան, կեսօրյան եւ երեկոյան սուրճը խմելու է այս բաժակով, որի վրա մաղթանքներ է գրված դստեր կողմից, ամեն անգամ նա այդ մաղթանքները կարդալու է ու Անուշանի սուրճը, պատկերացնում եք ինչքան գեղեցիկ նվեր է։ Հիմա մենք հասել ենք Ագարակաձորի դպրոցի մոտ, որտեղ երեխաները կրթված, կրթությունը թևների տակ առած գնում են տուն։ Եվ այստեղ է 2-3 սար, որոնք դանդաղեցնում են մեքենայի ընթացքը, որովհետև այստեղ բալիկներն են, բալիկները մեր հայոց, մեր ապագան Յուրա Խաչատրյանի անվան դպրոցն է, չէ՞, ճիշտ եմ հիշում։ Յուրա Խաչատրյանը Արցախյան պատերազմի հերոս, ում անունը մինչ օրս դպրոցում վառ է եւ երեխաները բոլորն էլ նրան ճանաչում են, գիտեն թե ինչ է նա արել մեր հայրենիքի համար։ Ագարակաձորի կոլորիտն է, միջավայրը, այս ճանապարհը գնում հասնում այն սարի մոտ, գայլասարի մոտ ընկերներ։ Ասֆալտապատել են դեպի Գնշիկ ճանապարհը։ Բայց մենք արդեն հասնում ենք այնտեղ, որտեղից որ պետք է ձախ թեքվենք, այսինքն մենք չենք գնալու Գնշիկ, մենք հենց Ագարակաձորում ենք։ Գառնուկներին կֆիքսես, Վարդան գառնուկներ կան հենա, տես, ձախի վրա։ Գառնուկներին ֆիքսենք ընկերներ, տեսեք, ահա նրանք։ Ահա։ Հենա, տես, հաց են ուտում, ինչ են անում։ Օրոճում է այնտեղ մի գառնուկ, մյուսը գառի պես նայում է բրեկիս։ Տեսար ոնց ռեսկի բան արած, որ ասի մե։ Հիմա աղթարելով ռելեֆը Ագարակաձորի նկատենք ինչ գեղեցիկ քարեր կան այս սարերի վրա, տեսեք, սա հրաբխային ծագման են։ Մեր Ագարակաձորի ռելեֆն ենք ձեզ ցույց տալիս եւ ձեր հետ էլ հաղթահարում ենք պադիոմները։ Գնում ենք դեպի սիրված մայրիկի մոտ։ Ամեն տարի էլ գալիս ենք Վարդան։ Պետք չի թաքցնել մեր բարեկամներից, որ ամեն տարի էլ գալիս ենք մենք
Տիկին Օսանայի ծննդյան օրը շնորհավոր ենք, որովհետև նրա երեխաները նրա հանդեպ շատ ուշադիր են եւ շնորհակալ, եւ որ հիմնականում երբ որ նրանց հարմար չի մենք են գալիս, որ ուրախացնենք մայրիկին, տեսնենք տանն է Կարենը, չէ տանը չի, երևի Կարենը աշխատող տղա է, գնացել է գործան, հա? Ստե հենց, են հանդեպ կայնեմ, բլարը տուննի, բայց շխունի ար, հանգիստը տես վայելել, հա, առավոտյան հանգիստը, հրաշք տեսարանով, որից երևում է հյուսիս հարավ ավտոճանապարհը, Աղջկաս կողմերի, բա, այն նոմարը, Ազար բարին ձեզ, մենք եկել ենք էլի, մի տաղայի անցավ, հա, իմացար, էդ ինչ լավ բալիկ ունեք, աշները դույսնի, ես չէի տեսել, չէ իրան, չեմ տեսել, չէ, բարև ձեզ, Տիկին Օսանա, տեսակ սայլուտից խեղտում է, եկեք առաջ, եկեք հələ, եկեք, սեր ու հարգանք հեռուներից, արդեն գիտեք, չէ ում կողմից հա, ախր դուք շատ լավ մայրիկ եք եղել, ձեզ շատ են սիրում, հետևաբար, քնքուշի կողմից հա, բա ուր են ձեր ժպիտները, որ հա, որտեղ եք թաքցրել, մի, հա էլի, կինո ենք նկարում, մետ լավ երազանք պահեք հələ, երազանք պահեք, որ իմացեք կատարվել է ձեր բոլոր երազանքները, քնքուշը ձեզ շատ սիրում, Փարսիկը ծափատալի, Պոնչո, ես քաղցրությունը վերցրեք, միշտ իմացեք, որ սիրված եք լինելու, ու սա շնորհակալություններ է ձեզ, կալ նվիրես, մեռնեմ սրտիդ, ենք թորանդ գրկիլ կայնար, բդի նվիրես, աղջիկսի բայց չես պաչելու, դար է, չէ, եկին Օսանա, եկեք հələ, ուր եք գնում, եկեք, Պոչ, ամոթի կանել, և քնքուշը ձեր համար, արա լավ աղբեր մի լացի, ես էլ հատուկ ձեր համար սուրճի բաժակ, որ ամեն օր խմեք ու հիշեք, թե իշքան շատ ազեսում, ստե գրություն կա էլ ինքը հատուկ ձեր համար է, կարք բացեք նայեք, ձեզ լավ որ, քնքուշը ձեզ սիրում է, քնքուշ մայրական սիրով, միշտ առողջ լինեք, լավ լինեք, դե մենք գնացինք ուրեմ, ձեզ լավ որ, Արյան չի լացար դու, ետնս նիս վախեցար, հատիր գործ է անել, խորատ գործի, գեղեցիկ, առապոտ է, Ագարակաձորյան և մենք գնում ենք վաղը, կամ բեսոր, չեմ նալ, վաղը երևի